Ողջույն, մեր օրերում մենք ամեն օր առնչվում ենք տեղեկատվության անսահման հոսքի հետ։ Մեզ շրջապատող աշխարհում կողք կողքի գոյակցում են ճշմարիտ փաստերն ու կեղծ պատմությունները։ Մեդիա եւ սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, մեզ ողողելով բազմաթիվ նորություններով, տեսանյութերով, պատկերներով եւ հրապարակումներով, որոնք հաճախ անվերապահորեն ընդունում ենք որպես իրականություն, առանց դրանց ճշմարտացիությունը ստուգելու։ Օրինակ, Հայաստանում ժամանակ առ ժամանակ տարածվում են դեղերի եւ սննդի մասին խուճապային լուրեր, որոնք չունեն գիտական հիմք, բայց շատ մարդիկ հավատում են առանց ստուգելու։ Իսկ ինչպես տարբերել ճշմարիտ տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, եւ վերջինս հաճախ նույնքան հավաստի է թվում։ Կեղծ լուրեր տարածվում են կայծակնային արագությամբ, աղավաղելով իրականությունը։ Հենց այդ պատճառով է կարևոր նշանակություն ստանում փաստերի ստուգման հմտությունների զարգացումը։ Տեղեկությունների ուշադիր վերլուծությունը մեզ զինում է մանիպուլյացիաներից պաշտպանվելու, խաբեությունից խուսափելու եւ հիմնավորված որոշումներ կայացնելու կարողությամբ։ Նախքան գործիքներին անցնելը հասկանանք, թե ինչու է սա հատկապես կարևոր ծնողների համար։ Որպես ծնողներ մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր սեփական, այլև մեր ընտանիքի բարեկեցության, անվտանգության եւ առողջության համար։ Երբ մենք դառնում ենք ապատեղեկատվության զոհ, դա կարող է հանգեցնել սխալ որոշումների, սկսած առողջապահական հարցերից մինչև ֆինանսական ներդրումները։ Օրինակ, ենթադրենք դուք կարդում եք, որ Երևանի ջրում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել, եւ անմիջապես դադարում եք ընտանիքին ծորակի ջուր տալ եւ գնում եք մեծ քանակությամբ շշալցված ջրեր։ Սակայն եթե չստուգեք այս տեղեկությունը պաշտոնական աղբյուրներում, կարող է պարզվել, որ դա կեղծ լուր էր, որը տարածել էր շշալցված ջրերի արտադրող ընկերությունը։ Մենք որպես ծնողներ հանդիսանում ենք նաև հիմնական տեղեկատվության աղբյուր մեր երեխաների համար։ Երբ մենք տարածում ենք ստուգված եւ վստահելի տեղեկություն, մենք օրինակ ենք ծառայում նրանց համար եւ ստեղծում ենք առողջ տեղեկատվական միջավայր մեր տանը։ Այժմ անցնենք այն գործիքներին, որոնք կօգնեն ստուգել տեղեկատվության իսկությունը եւ պաշտպանվել ապատեղեկատվությունից։ Առաջին եւ ամենակարևոր քայլը ստուգեք, թե որտեղից է գալիս տեղեկությունը։ Միշտ ուշադրություն դարձրեք կայքի հասցեին, հրապարակողի անունին եւ որքանով է հրապարակողը հեղինակավոր։ Եթե Facebook-ում կարդում եք, որ նոր օրենք է ընդունվել, համաձայն որի բոլոր ծնողները պարտավոր են լրացուցիչ վճարել դպրոցական դասագրքերի համար, ապա նախքան տարածել եւ անհանգստանալը ստուգեք աղբյուրը։ Եթե աղբյուրը հարևանի գրառումն է կամ անհայտ կայք, ապա անհրաժեշտ է ստուգել կրթության նախարարության պաշտոնական կայքում կամ հավաստի լրատվական աղբյուրներում։ Ուշադրություն դարձրեք նաեւ կայքի անվանը։ Հաճախ կեղծ լրատվական կայքերը նմանակում են իրական հեղինակավոր լրատվամիջոցների անունները, բայց փոքր-ինչ տարբերությամբ։ Օրինակ, NewYorkTimes.com-ի փոխարեն կարող է լինել NewYorkPost.com։ Խառնիխուռն տառեր ու թվեր ունեցող երկար անվանումներով կայքերը, որոնք նաև գրանցված են կասկածելի դոմեյններում, մեծամասամբ կեղծ կամ սունկ կայքեր են լինում։ Ընթերցողները հաճախ միայն վերնագրի հիման վրա են թեմայի վերաբերյալ կարծիք կազմում։ Խուսափեք սենսացիոն վերնագրերից, որոնք հաճախ clickbait են, ուղղված միայն դիտումներ հավաքելուն։ Օրինակ, շտապ, այս մթերքը թունավորում է ձեր երեխաներին տիպի վերնագրերը հիմնականում չեն համապատասխանում հոդվածի իրական բովանդակությանը։ Խուսափեք բացելուց այն էջերը, որոնք օգտագործում են օտարալեզու տառեր հայերենի փոխարեն եւ ակնհայտ տագնապային բառեր։ Երկար երկու մասից բաղկացած գայթակղիչ վերնագրերը հիմնականում նպատակ ունեն քլիքեր որսալուն։ Երբ խոսքը գնում է երեխաների առողջության, կրթության, անվտանգության մասին, կարևոր է տիրապետել ամենաթարմ տեղեկատվությանը։ Հաճախ հին նյութերը վերահրապարակվում են, ներկայացվելով որպես նոր։ Սա հատկապես ընդունված է սոցիալական ցանցերում, որտեղ մարդիկ կիսվում են հին նյութերով, չստուգելով դրանց արդիականությունը։ Միշտ ստուգեք հրապարակման ամսաթիվը։ Երբ Facebook-ում կարդում եք Վրաստանը փակում է Հայաստանի հետ սահմանը կամ նոր օրենքը փոխում է կենսաթոշակի հաշվարկման կարգը, անպայման ստուգեք հրապարակման ամսաթիվը։ Կարող է պարզվել, որ խոսքը 2-3 տարի առաջվա իրադարձության մասին է, որն արդեն վաղուց արդիական չէ։ Որոնողական համակարգերում, օրինակ Google-ում փնտրեք վերնագիրը կամ տեքստից որևէ կարևոր հատված, հավաստիանալու համար, այն նոր է թե ոչ։ Հոդվածում նշված տեղեկատվությունը հատկապես երեխաներին վերաբերող պահանջում է քննադատական մոտեցում։ Երբ կարդում եք հայտնի է, որ մեր քաղաքի ջուրը վտանգավոր է, փնտրեք կոնկրետ փաստեր։ Ինչ ապացույցներ են ներկայացվում պնդումները հիմնավորելու համար, ինչ հղումներ, վկայություններ, ուսումնասիրություններ, լուսանկարներ, տեսանյութեր են կցված։
Երբ որևէ պնդում հղում է անում պետական մարմնի, պաշտոնյայի, գիտական ուսումնասիրության, միշտ ստուգեք սկզբնաղբյուրը։ Տեղեկությունը կարող է լինել խեղաթյուրված կամ կոնտեքստից կտրված։ Օրինակ, Facebook-ում կեղծ լրատվական էջերում տարածվել էր լուր, թե կառավարությունը հաստատել է աջակցության զարկերակ ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար։ Մինչդեռ կառավարության պաշտոնական կայքում նման որևէ ծրագրի մասին տեղեկություն չկա։ Նույնը վերաբերում է նաև փորձագետ մասնագետներին։ Եթե հոդվածում նշված է հայտնի գիտնականները պարզել են, որ, բայց կոնկրետ անուններ չեն նշվում, դա արդեն կասկածելի է։ Հավաստի տեղեկատվությունը միշտ ունի հստակ հեղինակ կամ մասնագետ։ Եթե անունը նշված է, փնտրեք արդյոք տվյալ մարդը իսկապես մասնագետ է այդ ոլորտում։ Հատկապես երբ խոսքը գնում է երեխաների դաստիարակության, կրթության եւ զարգացման խորհուրդների մասին, շատ կարեւոր է իմանալ, որ դրանք գալիս են հեղինակավոր մասնագետից։ Կարևոր է ստուգել նույն տեղեկությունը մի քանի հեղինակավոր աղբյուրներում։ Եթե միայն մեկ աղբյուր է հրապարակել նորությունը, դա կարող է կասկածելի լինել։ Եթե օրինակ կարդում եք, որ դպրոցները մեկ շաբաթով փակվելու են, բայց ոչ մի ուրիշ լրատվամիջոց չի գրել այս նորությունը, դա կարող է նշանակել, որ տեղեկությունը կեղծ է։ Մշտապես վերլուծեք, թե արդյոք տեղեկատվության հեղինակը կանխակալ չէ։ Ուսումնասիրեք նրա անցած մասնագիտական ճանապարհը, ֆինանսական շահերը եւ քաղաքական կապերը։ Ստուգեք նրա նախկին հրապարակումները, կանխակալության նախադեպեր հայտնաբերելու համար։ Ուշադիր եղեք սադրիչ եւ հուզական բառապաշարին, քանի որ դա հաճախ կանխակալ տեսակետների արտահայտման միջոց է։ Սոցիալական մեդիայի դարաշրջանում մեծ տարածում են ստացել երգիծական եւ հումորային կայքերը։ Շատ օգտատերեր հաճախ չեն տարբերում իրական լուրերը երգիծական բովանդակությունից եւ հաճախ ընդունում են դրանք որպես փաստեր։ Եթե օրինակ կարդում եք, որ հայկական որևէ գյուղում նորաստին Ջո Բայդեն են անվանել, միշտ ապեք հավատալ։ Ստուգեք աղբյուրը։ Կարող է պարզվել, որ դա քաղաքական սատիրա ժանրի կայքից է։ Այսօր համացանցում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք հաճախ տագնապային ու վախեցնող են, բայց արդյոք դրանք միշտ իրական են։ Հիմա հասկանանք, թե ինչպես կարող ենք ստուգել դրանց իսկությունը եւ պաշտպանվել ապատեղեկատվությունից։ Տեսնում եք աղետ կամ վտանգավոր իրավիճակ պատկերող լուսանկար, որը իբր տեղի ունեցել Հայաստանում։ Միշտ ապեք հավատալ։ Նախ ստուգեք պատկերների հետադարձ որոնման միջոցով։ Google Images-ը թույլ է տալիս վերբեռնել լուսանկարը Google-ի որոնման բաժնում կամ աչք կլիկ անել պատկերի վրա եւ փնտրել Search with Google Lens տարբերակով։ Կարող եք օգտագործել նաեւ Yandex Image Search-ը, որը հատկապես օգտակար է Հայաստանի եւ հետխորհրդային տարածքի լուսանկարների ստուգման համար։ Օրինակ, համացանցում տարածվում է լուսանկար պնդումով, թե Հայաստանում ինքնաթիռ է կործանվել, բայց հետադարձ որոնումը ցույց է տալիս, որ այն հին նկար է Չինաստանից։ Այսպես էլ մանիպուլացնում են։ Տեսանյութերն ավելի մեծ ազդեցություն են ունենում, եւ դրանք եւս կարող են մանիպուլացվել։ Ստուգելու համար կարող եք օգտագործել In-Vid Verify գործիքը, որը կարող է օգնել պարզել, արդյոք տեսանյութը խմբագրվել է, թե իրական է։ Եթե ձեր երեխան ցույց է տալիս ահասարսուռ տեսանյութ տարերային աղետի մասին, որը իբր տեղի ունեցել ձեր բնակավայրում, կարող եք օգտագործել In-Vid-ի Chrome-ի հավելվածը տեսանյութը վերլուծելու համար։ Այն օգնում է տեսանյութից առանձնացնել կադրեր եւ յուրաքանչյուր կադրը ստուգել պատկերների հետադարձ որոնման միջոցով։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս ստեղծել խիստ իրատեսական, բայց կեղծ պատկերներ ու տեսանյութեր, deepfake-եր։ Եթե ստացել եք զարմանահարույց տեսանյութ, օրինակ հայտնի անձի ոչ պատշաճ վարքագիծը պատկերող, օգտագործեք հատուկ գործիքներ, ինչպիսիք են Deepware կամ AI or Not-ը, դրանց իսկությունը ստուգելու համար։ Պարզապես այցելեք համապատասխան կայքերը, վերբեռնեք կասկածելի նյութերը։ Ահա մեր գործիքները փաստերի ստուգման համար։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել առօրյայում։ Պատկերացրեք, սոցցանցերում կարդում եք, որ նոր պատվաստումներ են նախատեսվում։ Ինչ անել։ Նախ ստուգեք, որտեղից է գալիս տեղեկատվությունը։ Այցելեք առողջապահության նախարարության պաշտոնական կայք։ Փնտրեք նույն տեղեկությունը վստահելի լրատվամիջոցներում։ Եթե կասկածները մնում են, զանգահարեք երեխայի բժշկին։ Որպես ծնող դուք կարող եք նաև ձեր երեխաներին սովորեցնել տեղեկությունները ստուգելու արվեստը։ Խրախուսեք նրանց հարցեր տալ. ով է սա գրել, ինչու պետք է մենք սրան հավատանք։ Փորձարկեք միասին մի շարք գործիքներ։ Օրինակ, վերցրեք համացանցից մի նկար եւ պարզեք, արդյոք այն իսկապես Հայաստանից է։ Հիշեք, ամեն անգամ, երբ կանգ եք առնում 1 վայրկյան տեղեկությունը ստուգելու համար, դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր ընտանիքը, այլև նպաստում եք տեղեկատվական առողջ միջավայրի ստեղծմանը։ Շնորհակալություն դիտելու համար։ Երբեք ուշ չէ դառնալ տեղեկատվության խելացի սպառող։